Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի կողմէ ողջունենք ձեզ եւ կսկսենք մեր շաբաթօրյա հերթական հաղորդումը։ Այսօրվա հաղորդումը մենք որոշած էինք ամբողջությամբ հատկացնել հունվար 31-ի Պերձորի բադահած դեպքին։ Հավանաբար դերյակ եք, որ Հայաստանի մեջ հիմնադիր խորհրդարանը կազմակերպած էր ավտոերթը դեպի Արցախ, բայց այդ երթը գասեցվեցավ Արցախի սահմանին եւ բոլոր այդ անձինքը մեծով փոքրով, որոնք գերտային դեպի Արցախ այդտեղի ժողովուրդը իրազեկելու համար իրենց ծրագիրներու մասին հարցակումներ, բռնարարքներ դեղի ունեցան, չարտեցին անոնց ինքնաշարժները, վիրավորեցին մարդիկ եւ անշուշտ արգելեցին իրենց մուտքը Արցախ։ Ուրեմն մենք մեր հայդակիր ամբողջությամբ այդ բադահարի մասին պիտի հատկացնեինք, բայց եւ այնպես ինչպես գիտեք, այս վերջին քանի օրերու դեպքերը, որ բադահեցան, մանավանդ Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան արճակատումը, ուրեմն մեր ծրագիրը քիչ փոփոխության ենթարկեցինք, որտեղ շատ մը զուգահեռներ կան այս երկուքի միջև։ Ուրեմն մենք այսօր պիտի միացնենք այս երկուքը եւ դանք մեր գարզիկները երկու դեպքերու մասին։ Նախ ասենք, որ անցյալ 5 շաբթի օրն էր, որ հայկական վերածնունդ շարժումը այստեղ գազམ་ագերբած էր հավաքմը, որբեսի Skype-ով միանան Երևանի մեջ հիմնադիր խորհրդարանի անդամներեն Վարուժան Ավետիսյանի եւ Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ, որբեսի իրենց մել լսեն, թե ինչ բադահեցավ այդ օրը այդտեղ։ Մենք ցեզի պիտի դանք փոքր հատվածը այդ օրը ժողովրդի հետ հարց պատասխանեն։ Մանավանդ բաժիմը, որ վստահ եմ շատերու համար հարցական եղած է, թե օրինակ ինչու համար հիմնադիր խորհրդարանը բարձրացած է այն գարքախոսը, որ պետք է նշվի մեր ցեղասպանության 100-ամյակը առանց այս ռեժիմին եւ հայտարարած է ցույց ապրիլ 24-ի օրը։ Պիտի խոսենք այդ մասին, բայց մինչ այդ կուզեմ խոսել այդ զուգահեռներու մասին, որ ինչ որ բադահեցավ Սարգսյան եւ Ծառուկյան եւ այս դեպքի մասին։ Հստակ է այստեղ գտեսնենք, թե ովևէ մեկ շարժում Հայաստանի մեջ, որ գցանգասեմ կամ գծրակրե համագարկային փոփոխությունը ստեղծել, ամենչապես ադոր առաջ բռնարարքներով գարկիլվի։ Մարդիկ ազատ են որոշ չափով խոսելու, բայց երբ խոսքեն գանցնին կորձի եւ գրնան վտանգ սպառնալ ներկա իշխանություններուն, ամենչապես իշխանությունները առաջ կգառնեն ամեն տեսակի խշտժություններ, բռնարարքներ, ահաբեկումներ, հարգային ստուգումներ եւ այլն, որբեսի այդ շարժումը վերացնեն, որտեւ ադիգա վտանգ մը կսպառնա իրենց քոյության։ Այս էր բարական հիմնադիր խորհրդարանի Հայաստանի մեջ որոշ տեղեր սկսան իրազեկել ժողովրդին, թե ինչ են իրենց ծրագիրները այս եկող մի քանի ամիսներու համար, եւ որ այդ երթը նաեւ ուզեցին անել Արցախ, դանիլ թեպի Արցախ, արդեն համացայնապար այդտեղի իշխանություններու հետ իրենց տասը դրվեցավ, այսպես ասած, որբես շատ հավանաբար նախաճաշակը, ասենք, որ ինչ կրնա սպառնալ իրենց, եթե շարունակեն գարչիլ իրենց ծրագիրներուն ապրիլ 24-ի օրը ցույցը կազմակերպելու նպատակով։ Գանք նախ Ծառուկյան Սարգսյան այս հարցին։ Հստակ է, նախ հետաքրքիր էր շատերուս համար հարց ծագեցավ, թե Սերժ Սարգսյանը, որ այդքան խորամանկ է, այդքան հաշիվներ գնե Ջադրագի եւ այլն Ախոյան կամ ասպեսիաց վարպետ եւ այլն, ինչ բադահեցավ, որ
առնե այդպիսի քայլը, որ բացարձակորեն անհարիր է ովե մեկ երկրի նախագահի։ Միան գրնանք մտածել, թե ինչպիսի խոջաբային ասեմ մտայնություն մգար իր մեջ, որ իջավ այդ մագարտագին։ Թե ոչ այդ ասենք ընդհանուր իրավիճակին դեր գանքնող նախագահը պիտի չիջներ այդ մագարտագին։ Ուրեմն ինչ կար ադոր յեդին։ Մեզի անձանոթ է, բայց դեղին է հարցումը, որ ինչն է որ մղեց զինք այդպիսի ելույթը ունենալու։ Այդ կան, այսինքն քրեթե փողոցային մագարտագի ելույթն էր բացարձակորեն հարիր չէր ովևէ երկրի բարձր բաշխում, մանավանդ նախագահի բաշխում վարող անձի համար։ Ադոր թիմած Գագիկ Զարուգյանեն լսեցինք խոսքեր, որոնք մեր բոլորին ցանկությունն է, այսինքն դեսնել օրենքի քերագայությունը երկրեն ներս, դեսնել սահմանադրության հարգումը, դեսնել ժողովրդավարության սկզբունքներու գիրարգումը, այս բոլորը լսեցինք եւ այն հույսը ասենք մեջտեղ նետվեցավ, որ ամսուն 20-ին ուրբաթ օրը, եթե այդպիսի համաժողովրդային ցույցը գազմագերբվի, արդեն կարելի է այս իրավիճակը փոխել այդ ցույցին հետևանքով։ Բնական է, որ նաև բավական վտանգներ կան այդ գծով, այդ օր այդպիսի ցույցը գազմագերբվելու ընթացքի մեջ։ Բայց ոս հարց կուտանք, օրինակ ամենքս նույնիսկ Գագիկ Զարուգյանը ասած է, կարելի չէ շարունակել այս իրավիճակը։ Բոլորս ալ գիտենք, որ մեր երկիրը ցերկ է գերտա, եթե չեք ասած արդեն։ Ահա որ այս վերջին կոնե 15-20 տարիներու ընթացքին ահա որ անգում մգաբրինք մենք։ Ժողովուրդը գիսով բարբված է Հայաստանեն, Հայաստանի արտաքին բարտկը ահա որ համեմատություններու հասած է, մոտ ավելի քան 8 միլիարդ դոլարի բարտք հավաքված է։ Հայաստանին գսպառնա ահա որ բնաբահբանական աղետներ կալիք տարիներուն այդ ահավոր ցևով որ այդ երկրի ընկերքը իրենք կշահագործեն Հայաստանին ցուրս հանված է օլիգարխներու կողմէ անցնող 10 տարիներու ընթացքին ավելի քան 6 միլիարդ դոլար հարստություն, որ եթե ժողովրդի մեջ մնար այդտեղ մնար երկրի զարգացման պիտի նվաստեր եւ ոչ թե դուրս դարվեր։ Սո գտեսնեք թե որ մեծ բատկերին գնայինք այս վիճակը իսկապես կարելի չէ շարունակել։ Սո ժողովուրդը հույս ունեցավ որ վերջի վերջո եկավ անցմը որ այս բոլորին մասին սկսավ հրաբարակավ խոսիլ եւ անցմը որ որոշ վերջի վերջո երկրորդ ուժն է Հայաստանի մեջ անոր միջոցով ժողովուրդը գրնա իր փախցանքները իրականացնել որովհետեւ դժվար է բարձ ժողովրդին համար ոտքի կանգնել որ առաջնորդ մչիգա որ զիրենք այդ ուղությամբ պիտի դանի so ավելի հեշտ կլա եթե փանագի մեջ են կամ նաև քաղաքական այլ թեմքեր նույն այդ մտահոգություններով ինչպես որ Զարուգյանը երկու օր առաջ գահիթներ մեջտեղ ելավ դժբախտաբար այսօր գտեսնենք թե յետտարց մգադարված է բայց այդ մասին քիչ մեծ նորենք խոսենք հիմա մոտ 10 րոպե բաժի մտիրենք այդ Skype-ի հաղորդումեն որ դեղի ունեցավ անցյալ 5 շաբթի օրը այստեղ Լոս Անջելեսի մեջ եւ հետո այդ մասին եւ այլ հարցերու մասին մենք մեր մեկնաբանությունը կուտանք ցեզի։ Դիտենք այժմ այդ հատվածը։ Այսօր այդ օրը չի որ մենք կարողանանք ուժով իմ կարծիքն գներեք ստացել խոսում ես չգիտեմ որ իսկապես Հայաստանն ինչ անցնում բայց չեք կարծում որ ավելի լավ կլինի մեր ժողովրդին գիտակցություն տանք իրաց բարձաբանել թե ինչ անցնում հիմա Հայաստանում Այս առաջից հարցն է, երկրորդ հարցը մեկ մտահոգություն ունեմ անձամբ ես ունեմ եւ անգամ ընկերների տերերս խնդիրը արծացել են, որ արդյոք
ձեր այդ որոշումը, որ 24 ապրիլի օրը ուզում եք այդպես մեծ հանրահավաք անցկացնել, արդյոք ընդհանուր մեր հայկական շահերի օգուտ լինի թե ոչ, որովհետև պետք է նկատի ունենալ 24 ապրիլը շատ անգլերեն ասածով շատ սենսիտիվ օր է մեզ համար, մանավանդ Սփյուռքի համար, մանավանդ Սփյուռքում ապրող հայերի համար։ Այսինքն, ես որպես արդեն 50 տարեկան անձնավորություն լրիվ կյանքի մեջ տեսել եմ, որ 24 ապրիլին պետք է դուրս գանք, մեր բողոքի ձայնը հայտնենք եւ միշտ այդ մեզ համար մեր օրը եղել, մեր հոգի օրն է եղել։ Հիմա նույնը գանք եւ դուք այդ օրը ուզենաք տեսնել, բանանեք, արդյոք հաշիվ արել եք, որ ինչ հետևանքներ կարող ունենա թե ոչ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Արդեն առաջին ես կպատասխանեմ, հետո Վանժանը, ձեր ինգեր, ուրեմն դուք ասեք 50, բայց այդ 50, ես էլ 51 տարեկան եմ կյանքիս հալարկեցից ավելին անցել եմ պայքարի մեջ եւ այս պարզ։ Դες հարց տամ, 100 տարի կարելի է ողբալ, կախքանձել, ոռնալ, երբ դու հույս ունես այդ օրը, որ պետք է քեզ արու զավակ ծնվի, ես քոլտեմ ընտրություն եմ դրել, այդ օրը արու զավակ ծնվի, թե ընդհանրապես սեղը ոչնչանա։ Ինչ է թե նախկինում քեզ ոչնչացնում են եւ այդ օրը չի կարելի զավակ ունենալ։ Այդ օրը մենք պատահական ենք ընտրել եւ այդ օրը մեր զավակի օրը մենք հայտարարելու ինչի համար, որովհետեւ մենք ժողովուրդը եթե այդ օրը ցանկ ուրիշ մեկ օր փորձի քաղաք գա, ակելու են արհեստական բոլոր ճանապարհները, դուք գիտեք սրանք ինչ են ընդունակ։ Չեն թույլ տալու ոչ մի տեսակի, այսինքն ըմբոստ հայրենասեր կամ առավել ևս նման տղաների մուտքը Երևան քաղաք։ Այսինքն վիշապի բերանը այդ մի օրն է, որ կապված է։ Եվ վիշապն այդ օրը չի կարող մարդ թույլ տալ։ Մնացած օրերը մեզ մոտ, սիրելի ինգեր, բոլոր օրերն են ապրիլի 24-ը։ Դες հարցան, հունվարի 12-ը ապրիլի 24 չէ, երբ մի գերդաստան ամբողջությամբ կոտորեցին։ Ապրիլի 2-ը, երբ իմ հերոս ընկերների դռան դեմ գնդակահարեցին օրը ցերեկով, ապրիլի 24 չէ, դուք ինչի համար եք կարճել այդ ապրիլի 20, ես ձեզ ավելին ասեմ, ինձ համար հաղթանակը թող լինի, ցանկացած օր թող լինի։ Մենք ինչ է սովորել ենք, որ մեր բոլոր հաղթանակները պիտի մայիսի 25 կամ մայիսի 29-ին կամ մայիսի 9-ին լինեն։ Սա տոնակատարություն չէ, սա ազգային զարթոնքի օր է, եւ այդ օրը ոչ ոք իրավունք չունի սեփականաշ շնորհելու, եւ արայելու տասնյակ միլիոնավոր մարդկանց տանել եւ բերելու, կամ պարտադրված ինչ-որ սուքի օր հայտարարել իրիկունը գրանուտել խմելու, որ միշտ անում են։ Մեզ համար այսօր տարվա բոլոր օրերն մեր հայրենիքում, ապրիլի 24-ը, իսկ որ դու դարձեք ժողովրդին տեղեկացնեք, ժողովուրդ չմնաց սիրելիս։ Այն դպրոցը, որտեղ որ ես եմ ավարտել տասնյակ տարիներ առաջ, 480 աշակերտ է, իսկ հիմա 190 է։ Եվս մեկ տարի այդ դպրոցը ամբողջությամբ դատարկվելու է։ Դուք գիտակցում եք ինչ եք ասում, դուք տեղյակ չեք, ստեղ ինչ եք կատարում։ Ես ձեզ երիտուրքերից եմ խոսում, դուք ասում եք ժողովրդին տեղեկացրեք։ Ժողովուրդ չմնաց, որ տասնյակ մարդիկ են, հարյուրավոր մարդիկ են լքում, անհույս ու անապավետ։ Մի մասը սպասում են, երբ երեխաները դպրոց բանից, զորամասերից զորացրվեն նա, որպեսզի վերցնեն իրենց երեխաները եւ հեռանան Հայաստանում։ Հենց միշտ։ Մտեք գյուղերը հարյուրավոր տներ դատարկ են, հսկա կողպեքները բռին կախած։ Նույն նախորդ դարի պատմությունը ինչպես նկարագրում են ողբազան մեր պատմիչները, բոլորը պանդխտության թուփը ձեռք են առաջ։ Հիմա ես ձեզ հասկանում, մենք ապրիլ 24-ի համար զոհ պիտի դառնանք, թե ապրիլ 24-ը պիտի զոհենք մեր հաղթանակի համար։ Ընտրությունը դուք միակ մտածեք եւ ինձ ասեք։ Ես վերջում ասում եմ, թե ակնկալում եք հարցի պատասխանեք։ Դուք ո՞րը կընտրեք։ Գրեթե ավելացնելու բան չունեմ պարոն Մանուկյանի ասացի, պարզապես պիտի
մենք արդեն այն աչքով նայենք գործընթացներին, որ Հայաստանը իրականում ձևական պետություն է, բովանդակություն չկա այնտեղ, մենք նորմալ երկիր չենք և մեր մոտ ներքաղաքական միջկուսակցական պայքար չկա։ Հայաստանում կա մեկ կուսակցություն, դա համակարգի կուսակցությունն է, որը ներկայանում է 76 տարբեր անուններով։ Հայաստանում քաղաքական վերնախավը առանձին չնչին բացառություններով բոլորը գործակալական մեկ թիմի ներկայացուցիչներ են և ուղղակի դերեր են բաժանել ու իշխում են ժողովրդի օտարի թելադրանքով ու քաղաքական առևտուր են անում իրար հետ։ Մենք գաղութացված երկիր ենք։ Այդ պատճառով մենք պետք է մտածենք ազգային ազատագրական պայքարի, եթե ուզենք տրամաբանության տեսակետից, ոչ գործիքների միգուցե, եթե պետք լինի այդ գործիքների տեսակետից, պետք է մտածենք պատերազմի տրամաբանությամբ, ոչ թե քաղաքական, սովորական պայքարի տրամաբանությամբ և դրա տեխնոլոգիաներին համապատասխան։ Սիրելիներ, չկա այդպիսի բան, մեր երկիրը գրավել է, զավթել է մեր երկիրը, յուրային տականքից դրքով օտարը զավթել է մեր երկիրը։ Դուք լավ օրինակ բերեցիք, որ դուք 50 տարի շարունակ ապրիլի 24-ին գնացել եք նույն ճանապարհով, հետ եք վերադարձել, այդ օրը տխրել եք, հիշել եք, թափել եք և դες դրանով սահմանափակվել եք։ Ում եք բողոքում, ինչի համար եք բողոքում։ Այսօր աշխարհիկների արդեն մի մասը որոշում են կայացրել, որ Թուրքիա են գնալու այդ օրը և Գավիթպուրի ճակատամարտի, որ չի եղել այդ օրը, հաջորդ օրն է սկսվել դեսանտի իջեցումը, այդ օրը իրենք նշում են որպես իրենց հաղթանակի օր, այսինքն իրենք նույնիսկ ժամանակի մեջ, պատմության մեջ փորձում են ծածկել, իրենց իրադարձությամբ ծածկել մեր իրադարձությունը։ Ինչի համար, որովհետև մենք պետություն չենք, մենք քաղաքական ազգ չենք, մենք չենք կարողանում ձերբազատվել գաղութացվածի, զոհի, մորթվածի, կողոդորվածի գիտակցությունից։ Մենք չենք կարող վերարտադրունդի քայլ կատարել, մենք աշխատում ենք դրա հետ, իսկ այդտեղ չկա վերարտադրություն, այնտեղ կա հետընթաց, չէ, ռոմեական հին ասածն ասում է, որտեղ չկա զարգացում, այնտեղ կա հետընթաց, նոն-պրոպետի ես ռեգրետի։ Մենք պետք է մտածենք լրիվ այլ տրամաբանությամբ և պետք է հիշեցնեմ ձեզ, որ 65 թվականի ապրիլի 24-ին մեր ժողովուրդը դուրս է եկել փողոց, ընդվզել է սովետական գաղութատիրության դեմ և իր պայքարի շնորհիվ կիսով չափ վաստակել է իրավունքներ, կիսով չափ, դա լաց լինելու իրավունքն է, որ առաջ իրավունք չունեին լաց լինել, հիշել և լաց լինել։ Դա ողջի իրավունքներ և ոչ թե պահանջատիրության իրավունք, այլ պահանջատիրության մասին խոսելու իրավունք։ Եվ այդ երկու կիսատ իրավունքները տրանսֆորմացվել են, տեղափոխվել են Սփյուռք, և նույն Սփյուռքի մեր հայությունը, նույն սովետական KGB-ի թելադրած ձևաչափի մեջ, ընդամենը այդ նեղլիկ սահմաններում իրավունք է ստացել ընդամենը հիշելու իր զոհերին և ընդամենը բողոքելու օտար տերություններին թակելու նրանց դռները, որ եկեք ճանաչեք որպես սպանել։ Եվ ամեն տարի ապրիլի 24-ին սպասում է, թե այս կամ նա երկրի նախագահն ասեն, որ եղել է ցեղասպանություն, ոչ։ Ենթադրենք ասեցին ու հետներ գնացին Գավիթպուրի ճակատամարտը շնորհավորելու։ Ինչ է փոխվելու դրանից։ Մենք պետք է ազգային պետություն ունենանք, մենք պետք է քաղաքական ազգ դառնանք։ Մենք ոչնչանում ենք, վերանում ենք, Սփյուռքը հալվում է և իրը մարդատիպ է լինում։ Հանուն ինչի, դուք ասում եք սենսիտիվ օր է, զգայուն օր է, հանուն այդ կեղծ զգացմունքի, ինչի համար։ Մեր էպոսը կարդացեք, 40 տարուց ավել սուկ չկա, ժողովուրդ ջան։ Չկա այդպիսի բան, դա պայքարի օր է։ Եվ պետք է պայքարը լիարժեք լինի։ Եթե մենք ընդհանրապես սահմանափակվենք սուգի ցավի զգացումներով, պետք է ոչնչանանք, ինչպես որ ոչնչանում ենք հիմա։ Մենք պետք է հասկանանք, մենք ձուլվում ենք, ոչնչանում ենք։ Միայն արարական ճանապարհն է, ստեղծարար ճանապարհն է, որ կյանք է տալիս, արդյունք է տալիս, իսկ մենք ոչինչ չենք անում, մենք գոյատևում ենք։ Իսկ գոյատևումը միշտ մինուս նշանում է, եթե զարգացում չկա։ Շնորհակալություն այսքան։ Ավելացնեմ վերջում հետևյալ զարգացած դժբախտության միակ բանալին արագ երջանկության հատուցելն է։ Հետաքրքրական մոտեցումներ էր, չէ՞, լսեցինք Հայաստանի բանակի մեջ ծառայած եւ նաեւ ազատամարտիկ երկու անձնավորությունների կողմէ իրենց մոտեցումները, թե մենք արդյոք պարզապես պիտի սահմանափակվենք
այսպես ասած ցևագերբություններով, ցևականություններով, թե ոչ ապրիլ 24-ները հիմք պետք է լան գառուցողական նպատակներու համար։ Ժողովուրդ, այսինքն ժողովրդային այդ շարժումները, որ գլան, նպատակի պետք է ծառայեն, եւ ոչ թե միայն այդ օրը ցույցը կազմակերպել ու ամեն մարդ իր դունը երթալ։ Ժողովրդային շարժումներ, որ 1965-ին արիթը տվավ Ձիզեռնակապերտի, Սարդարապետի հուշարձաններու համալիրներու կառուցման, ժողովրդային շարժումներ 88-ին, որ Ղարաբաղյան շարժումը սկսավ եւ Արցախի ազատագրումը եղավ։ Ուրեմն դժբախտաբար մենք ընդհանրապես աստեվականություններու գարչած լալով չենք կրնար մեր աբական գերդել։ Շատ շիդագսավ Վարուժան Ավելիսյանը։ Մենք ոչնչացման ճանապարհին ենք։ Տարվե տարի ետ կերտանք։ Քիչ առաջ նշեցի։ Հայաստանի թադարգումը ահավոր արդյունքներու գրնադանիլ մեզի։ Բաղամիսոր եթե բادرազմը սկսի այդ փոքր փանագով եւ դարվե դարի քչացող այդ ժողովրդով մենք պիտի գրնանք թիմակրավել թշնամիները։ Ինչու պիտի սպասենք այն օրվան, որ մենք այնքան քիչ պիտի ըլլանք, այնքան սակավաթիվ պիտի ըլլանք, որ չկարանանք թիմատրել մեր թշնամիներուն։ Ինչու ոչ այսօր պիտի չանանք, բեկչե չանանք մեր մեջ են փերել մարդիկ, որոնք իսկապես մտահոգ են ազգի, երկրի աբակայով։ Հավանաբար դուք լսեցիք Սերժ Սարգսյանի ելույթը կամ տարբեր մյուս ուրիշ օլիգարխներու ելույթները։ Ազգային ճիղ ըսվածը, ազգային զգացում, ազգային սեր, հայրենասիրություն ըսվածը բացարձակ չի գա մեջը։ Չենք տեսներ, մարդիկ կարծես Հայաստանը ակարակ մնե, բիզնես մնե, բարձաբես կփորձեն այդ բիզնեսով շահագրգռվիր իրենց շահը առնել, առանց մտածելու թե ուր գերթա այդ երգիրը։ Գամած, գիտեք, այդ քորդի պատմությունն է, եւ որ քորդը ճուրի մեջ կտնեն եւ կսկսին ճուրը դակցնել, քորդը գնդելանա ճուրի այդ դակացման հետ, մինչեւ որ արդեն խաշի եփվի։ Այդ վիճակի մեջ ենք մենք որպես ազգ։ Բարձաբես որտեղ ցեվականություններու յետևե ենք ավելի, քան թե մտահոգ, թե ինչ կրնա սпасել մեզի։ Մարդիկ կսեն, այո, եթե ցույցեր եւ այլն բադահի, գրնա ոչ կանխադեսելի արդյունքներու դանիլ։ Բայց հիմա ուր գերտանք։ Վայրեջք, ուրեմն պիտի նախընտրենք մենք կամած հալիլ, թե մեր մեջ են ուժ գտնել եւ գասեցնել այս ընթացքը։ Բարի սևագի խոսքը Սարդարավադի բարակային, երբ չի մնում ելք ու ջար խենթերն են գտնում հնար։ Ինչու համար կսպասենք մենք ամեն անգամ, որբեսի քանի մխենթեր մեջտեղ կան ազգը բրգելու, ինչու չենք կրնար մենք նկատի ունենալով այն վիճակը, որում մեջ ենք, քովի քալով մեր շահերեն վեր հայրենիքի շահը, ժողովրդի շահը հետապնդելով այդ ուղղությամբ գարենանք քայլեր առնել, որբեսի մեր վիճակը բարելավենք։ Առաջին նայվածքով բոլորիս համար դարօրինակ ինձի համար էլ այդպես տված, որ ապրիլ 24-ի օրը ինչպես կարելի է ռեժիմի հետ այսօրվա գաբել եւ մեր նահատակներու հիշադակման այդ օրը այդպիսի քաղաքական արարք մնել։ Բայց երբ քիչ ավելի խորը մտածենք, տեսնենք, որ ապրիլ 24-ը բայկարի օր պետք է ըլլա։ Մանավանդ
երբ մենք ազգովին ոչնչացման ընթացքի մեջ ենք։ Երևակայեցեք, մեր ժողովրդի 3/4-ը հայրենիք է դուրս կապրի։ Մեր զավակները, անոնց զավակները գարցեք թե քանի մսերունդ յետք այս վիճակով ինչ պիտի մնա մեզ մե։ Ինչպես մենք կհանդուրժենք Սպիրկի դարածին լա, մանավանդ երբ կընդունենք հայրենիքեն եկող հյուրեր կամ Հայաստանի մեջ, մենք կսենք թե մենք բազմահազար դարիներու մշակույթ ունենք, քաղաքակրթություն ունենք եւ կթիդենք երկրի նախագահի պաշտոնը սպառեցնող անձը, որ ելույթ մգունենա, որ բացարձակ քաղաքակրթության հետ մշակույթի հետ կապ չունի։ Ինչպես կհանդուրժենք ասիգա։ Այս բոլորը հանդուրժելը խորիկ թե ճիշտ է։ Ուրեմն ընդվզում ժողովրդային պայքար, որ փոխվի այս իրավիճակը, ուրիշ ցև չկա։ Թե ոչ, պարզապես մահը ոչնչացումն է, որ մեզի կսպասի։ Բայց նկատի ունենալով մեր ժողովրդի պատմությունը, մենք դակավին կբահենք մեր լավատեսությունը։ Հակառակ այդ բոլոր շղթական երևույթներուն որ կա, մենք դակավին կբահենք մեր լավատեսությունը, որ պիտի գտնվին սևագի իսած այդ խենթերը, որ պիտի կամ փրկելու մեզ։ Բայց նախընտրելի է, որ մենք ալ պատրաստ ըլլանք, որբեսի կարենանք անոնց օգնել, որբեսի մենք այս իրավիճակը փոխենք։ Այս իրավիճակը շարունակել կարելի չէ։ Դեր արիտներ գունենանք անդրադառնալու այս հարցերու մասին, մինչ այդ չմոռնամ նշել, որ այս գիրագի օրը ժամը 7-ին հյուպատոսարանի առջև գա 40-ի սուքի նաև հիշադակման բահմը ժամը 7-ին սկսյալ հարկելու համար Գյումրիի մեջ սպանված ընտանիքի հիշադակը։ Ուրեմն կրնակ այդ օրը նաև կալ այդտեղ եւ ծեր հարկանքի դուրքը դալ այդ արդիվ։ Մինչև հառաջիկա հանդիպում ամենայն բարիք բոլորիդ։